Բզիկը իմ մեջ ցեցի բնավորությունը, որ դու պետք է անդադ անես այդ մամասը մցրեի մեջ, որովհետև ինքը երբեք գող չի եղել ինձ։ Անդադ ես այդ հրմշտոցի մեջ եմ ընկել, որ դասատուս ասել է, դե լավ չի ծովիներ, գնային կողմ ծովիներ, մեջքո դզի իմ բախտը շատ բերեց, ես բարեցի մի ներկայացման մեջ, ես գլխավոր հերոսուհի էի, որտեղ բեմի վրա ինձ տեսավ Վիկա Մարտիրոսյանը։ Ու ինքը սենց տեսա, սենց ասեցի, այս երեխային ով է, ինքը պետք է գա իմ մոտ։ Մազերս կտրելուց հետո ամեն ինչ սենց գնաց իդեալական։ Երիտասարդ պարուհի, ով իր պարով, խարիզմայով և պրոֆեսիոնալիզմով գրավել է գրեթե ողջ կոմերցիոն շուկան։ Խոսքս Ծով Մովսիսյանի մասին է, ես Դիանա Գաբրելյանն եմ, եթերում թոփ թեմաներն են։ Հայաստանում միակ ու առաջին գրոհե առցանց խանութն արդեն գործարկվել է։ Shop Grohe.am։ Գնիր առցանց, ստացիր արձեռը։ Ով չգիտեմ Facebook-ում ակտիվ եք թե չէ, բայց տեղյակ եք, որ ձեր լուսանկարը նանոլի AU տեսահոլովակից սկրինշոթ էին արել եւ տեղադրել էին։ Բոլորին դա ուղարկել են։ Այնքան հետաքրքիր էր, որ նույնիսկ այն մարդիկ, ովքեր չէին ճանաչում եւ տեսահոլովակը չէին տեսել, հատուկ մտել են տեսահոլովակը դիտելու ձեր համար։ Ես հովոր լավ արձագանքներ եմ ստացել ու հետաքրքիրն էր, որ մարդիկ չէին մեծամասնությունը բարի ինքը մինիմալ արվեստ է ու բոլորը չգիտեն բարի մասին, բայց մտնում իմ էջը նայում էին իմ ժամանակակից բարի վիդեոները, դասական բարի վիդեոները ու իրանց այդ դուր էր գալի։ Այդ շատ սպეციფიկ բան է Հայաստանի համար։ Ես այնքան եմ ուրախանում, որ ոչ թե սպეციფიկ Հայաստանի համար, այլ որ այնպիսի երիտասարդներ ունենք, որ դրսում մրցակից են ամենահայ լեվելի վրա։ Մենք բալետի արտիստներ ունենք լիքը, որ մրցակից են, բայց դեռ չեմ կարող ասեմ մոդեռնի ու contemporary վերաբերյալ, որովհետև մենք ստեղ չունենք, արդեն ունենք Պարարվեստի ուսումնարանում պրոֆեսիոնալ կրթություն, բայց ես ինքս իմ ժամանակ երբ որ սկսում էի, ունեի լավ ուսուցիչներ, որոնցից սովորել եմ, բայց պրոֆեսիոնալ, որ ասեմ ակադեմիական կրթություն չունենք, իսկ դրսում հիմնականում մեծ տարածում ունի contemporary ու մոդեռնի ակադեմիական կրթությունը։ Այ որտեղից եք սկսել ու կցանկանաք արդյոք դրսում կամ կան երևի նպատակներ, որ դրսում գնաք, որտեվ եթե ձեր ներուժը, այդ մեծ ներուժը չօգտագործեք, դա ուղղակի ես բոլորին եմ ասում, որ այն աշխատասիրությունը, որ ունեն հայ երեխեքը, ես այդ տարիքում 13-14 տարեկանում, որ ամեն առավոտ 9-ից կամ 7-ից գնում ես պարապում ես, նույնը անես դրսում, դու կհասնես աներևակայելի արդյունքների, որովհետև ստեղ դու չունես այն հնարավորությունները, թեկուզ ֆինանսավորումը, որ դու կարողանաս քեզ զարգացնել, գնալ դասերի, բայց ես ինչքանով փորձել եմ, ստեղ մենք ինչ հնարավորություն ունեցել ենք, մենք ստեղ ունենք լավ խմբեր, որտեղից ես սկսել եմ, լավ թատրոն ժամանակակից, որը հնարավորություն էր տալի երիտասարդներին մասնակցելու մաստեր կլասների, սովորելու։ Ես մոդեռն ու contemporary հենց տենց եմ սկսել, ուրիշների օգնությամբ։ Այ ասացիք ֆինանսավորում, ճիշտ է, այստեղ որքան էլ որ օրինակ հայտնի լինես ինչ որ ոլորտում, միևնույնն է ֆինանսը այնքան չերիքում եւ դու սկսում ես ոչ թե կենտրոնանալ այդ մի գործի վրա, այլև սկսում ես նաեւ գովազդներում նկարվել եւ այլն։ Հասկանալի է, որ գովազդներն էլ են ընտրովի, բայց բաներ կա, որ կցանկանայիք, որ հենց կենտրոնացումը դրա վրա լիներ ու հենց զարգացումը դրա վրա լիներ, չէ։ Հիմա ես փորձում եմ նոր կոնտենտ սկսեմ, գովազդներ բարի միջոցով, որովհետև չգիտեմ նկատել եք թե չի, հիմա շուկայում ինչքան են պարողներին արգրավում գովազդների մեջ, ամենամեծ բրենդները, սկսած Nike-ից, վերջացրած Gap-ից, ես իմ էջում արդեն 2-3 համագործակցություն ունեմ, մեկը մեծ կլինիկա է, երկուսը բրենդների հետ, որոնք ես գովազդ եմ անում բարի շնորհիվ, այսինքն մարդկանց դա գրավում է։ Հիմա ես փորձում եմ մնացած բրենդերին գրավել դրա մեջ ու նույնիսկ ես եմ առաջարկում, որովհետև պետք է ինչ-որ մեկը սկսի դա Հայաստանում, որպեսզի պարողներին դարձնեն փոփ կուլտուրայի կամ գովազդային կուլտուրայի ցենտր, որովհետև ամբողջ աշխարհում նրանք այդ ամեն ինչի հիմքն են բացի Հայաստանից։ Եվ եթե ես օրինակ իմ վիճակագրական տվյալներով ասեմ մոնիտորինգ անեմ կոնկրետ ձեր վերաբերյալ, ես նկատել եմ, որ 1 տարվա ընթացքում, այսինքն որքան գովազդ ինձ բերել է, թե բանկերից, թե այլ տեղերից, թե հագուստի սրանից եւ այլն, գովազդի կենտրոնում դուք եք եղել։
Բախտս բերել է։ Չէ, բախտի բերում դա չի, որովհետև ես կարող եմ հստակ ասել, շատերի դա կարծիքն է, դա միայն իմ կարծիքը չէ, որ բեմի վրա, օրինակ համերգներից հետո, եթե օրինակ ձեր խումբն է ապարում, ես չեմ հավատորեն վերաբերում ոչ մեկին, բոլորն էլ բարձր լեվելի են, բայց չգիտես ինչի օբյեկտիվը, բոլորի աչքերի օբյեկտիվը գալիս կանգնում է, չգիտեմ ինչն է գրավում, այդ խարիզմանա, տեխնիկայի, վարպետության ինչ-որ մի ուրիշ մակարդակա, որն է դա, օրինակ, չգիտեմ, ես հայելու դիմաց աշխատանքը։ Հայելու դիմաց աշխատանքը։ Իրականում, եթե անկեղծ լինեմ, ես Իշխնորհիվ Մերի Ավետիսյանի սկսեցի զարգացնել իմ տեխնիկան, այսինքն ես մի հատ երեխա էի, որ ոչ ծնողները գումար ունեին վարձ տալու, ու ինձ բոլոր խմբերից հանեցին, չեմ ասի որտեղ էի ապարում, ու ինքը ինձ վերցրեց ու 0-ից սարքեց պարող։ Ընդունեց ինձ պարարվեստի ուսումնարանը, ամենալավ ձևով ինքը ինձ ստիպում էր, որ ես կանգնեի մի պրիդիստալի վրա ու դրսի պարողների հետ ու տեխնիկայի համար կոպիտ եմ, որ դասատներ բզում են, որ դու անդադ աշխատես, ինքը այդ մարդներ իմ համար։ Հետո ես ընդունվեցի պարարվեստի ուսումնարան, լավ վատ դասատուներ շատ եմ ունեցել, չգիտեմ երբևիցե լսած կաք, պարարվեստի ուսումնարանը ահավոր կաստինգ է անցնում, բալետը անցած, ես ONT եմ ավարտել։ Իմ ծնողները չգիտեին պարարվեստի ուսումնարանի մասին, թե չէ հաստատ ինձ բալետ կտային։ Հետո իմ բախտը շատ բերեց, ես ապարեցի մի ներկայացման մեջ, որտեղ բեմի վրա ես գլխավոր հերոսուհի էի, որտեղ բեմի վրա ինձ տեսավ Վիկա Մարտիրոսյանը։ Ու ես անկեղծ ասեմ, ես այդ ժամանակ իմ prime-ում չէի։ Ես սենց երկար իմ մազերը մաքսիմում ստեղից ա եղել։ Երկար մազերով ու չէի ասի, որ անշուք, բայց սենց էներգիա ունեի, բայց այսքան զարգացած չէր։ Ու ինքը ինձ սենց տեսավ ու ինքը սենց ասում, սենց տեսավ, սենց ասեցի այս երեխային ով է, ինքը պետք է գայի մոտ, ու հենց տենց է պատմում է։ Ու ինքը ինձ մտցրեց այս ամեն ինչի մեջ, այս ազրոտազի մեջ, սովորացրեց ես ոնց պետքա բեմի վրա լինեմ, ոնց պետքա կոպիտահնչում գրավիչ լինեմ, ոնց պետքա իմ պարը ավելի իդեալական դառնա, ու այս կոմերցիոնի բնույթում իմ համար ինքը իդեալական կնոջ գաղափար է, որ համ ընտանիք է պահում, համ այդ գեղեցկությունն է ցույց տալու, ու ես իրանից եմ սովորում այդ բեմի վրա։ Շատ ճիշտ եք, որովհետև ամեն ինչ անում եք այնպես, որ նայվում է այս շատ էսթետիկ, այսինքն թե հագուստի, եթե նույնիսկ բաց եք կրում, այնպես է, որ վուլգար չի նայվում հաստատ։ Ես երբեք անկեղծ եմ ասում, ամենայն անկեղծությամբ վիդեո ունեմ, որ միլիոնից ավել է հավաքի, բայց ես երբեք վատ կոմենտ չեմ ստացել։ Դաժե իմ հագնելու վրով, ամենավատ կոմենտը էս ինչ պուպուշ աղջիկ է եղել, բայց ես երբեք վատ կոմենտ չեմ ստացել։ Ես դա բարդում եմ, սենց տանում եմ այն կողմ, որ ես շատ նիհար եմ ու լիքը բաներ իմ վրա ոչ կարճ է նայվում, ոչ բաց է նայվում, բայց ամեն դեպքում ինձ դուր է գալի, որ իմ Instagram-ի մասան ընդհանրապես վատ տրամադրված չի դրա հանդեպ։ Դուք իհարկե երիտասարդ եք, բայց միևնույն է աշխատասեր եք եւ 24 ժամ ոնց հասկանում եմ անընդհատ բանի մեջ եք, էներգիայի մեջ եք, տեմպի մեջ եք, ոնց եք կարողանում այդ ամենը, որովհետեւ այնպես չի որ 23 տարեկանները այդպես կարող են, շատերը կան գնում են դասի, համալսարան, գալիս են տուն եւ վերջ, դրանով սահմանափակվում է։ Կամ ոնց եք համակարգում։ Ես աշխատել եմ 14 տարեկանից, բայց այդ բզիկի մեջ ցեցի բնավորությունը, որ դու պետք է անդադ անես այդ մամասը մտցրեի մեջ, որովհետև ինքը երբեք գող չի եղել ինձնից։ Իսկ թվում է այդ մեր բոլորի մամաներն են տենց եղել, որ միշտ գող չեն եղել։ Իմը նույնպես։ Ու այդ իրա գող չլինելի ինձ անդադ ստիպել է, որ ես համեմատվեմ բոլորի հետ ու ավելի մատորս երբեք չանջատեմ։ Բայց անկեղծ լինեմ, իմ մոտ էս հիմա այս շրջանում ու կյանքի որոշ փուլերում շատ եղավ, որ ես պրոստը նստել եմ, որովհետև չգիտեի ինչ անել։ Ես հիմա իմ ներկայացումն եմ անում, բայց չգիտեմ ինչ անեմ, որ ավելի լավ ստացվի, ավելի լավ լինի, բայց այն ցանկությունը, որ դու ուզում ես քո կոմֆորտ զոնայից դուրս գաս ու երևաս ավելի շատ, որ քեզ շատ մարդիկ տենան, ես անդադ ուզում էի, որ ինձ տենան որպես մոդեռն պարող, որովհետև contemporary պարով, որովհետև չկա Հայաստանում, որ այդքան մեդիա դառնա այդ պարավոճը։ Ու ես ամեն ինչ անում էի, ընկեր Վիկան ինձ ամեն հնարավորություն տալիս էր բեմի վրա ես այդ ոճը պարեմ։ Ու ինձ թվում է այդ ցեցն է իմ մեջ, որ ես ուզում եմ ավելին, բայց ինչ կարաս։ Բայց ես շատ եմ հոգնում։ Ես եթե այդ ցեցը չլինի, ես լինիվի եմ շատ։
Երբ հոգնում եք, օրինակ լինում է կամ օրինակ լինում է ստեղծագործական այդպես բան ձեր մեջ, որ անդադ եփում է բան, որ հասկանում եք, ինչ որ մի բան պիտի ձեզնից դուրս գա, բայց դեռ դուրս չի գալիս, ու դա հանգիստ չի տալիս, եղել է ձեզ մոտ այդպես։ Իմ մոտ միշտ է տենց, որովհետև ես շատ դժվար եմ հասել նրան ինչ որ այս պահին ունեմ, չեմ ասի ես ինչ որ մի բան մեծ ունեմ, Չէ, իրականում ունեք, անկեղծ ասած, թե հասարակության այդպես բան եք համակրանքն եք վայելում իրականում, թե բարի դաշտում արդեն դուք եթե դուք նույնիսկ չեք նկատում, բայց դուք ստեղծել եք ձեր իմիջը ու դա կա։ Շատ լավ ավարտեց։ Ես շատ դժվար եմ հասել, որովհետև լինել իմ ընտանիքը ամեն ձև իմ կողքն է եղել, բայց չի եղել այնպես որ օրինակ քեզ տան անհատական պարապմունքների կամ հիմա ոնց են ես տեսնում եմ, էլի իմ մոտ ինքան ապահովված ընտանիքներից երեխեք են գալի, որ ես մտածում եի, վայ, ես սենց լավ մասնակիցների մոտ գնայի, ինչքան լավ կլիներ, որ այս մի բանը շուտ իմանայի։ Ու այդ ամեն ինչից ելնելով այդ պահն է գալիս, որ սենց դուխաթափ ես լինում մի փոքր, բայց մեկը փորձում ես անես սաղ։ Իսկ չեք կարծում, որ դա նաև տաղանդ է։ Թե միայն աշխատասիրություն, ես կարծում եմ, որ նաև տաղանդը գիտեք որն է։ Մեր պարարվեստում կա սենց արտահայտություն իմ կյանքում կա։ Երկու երնեք միտեղ չի լինում, երբ որ մարդը ունի տվյալներ, բայց չունի ուղեղ, կամ ունի ուղեղ եւ չունի տվյալներ։ Ես չունեմ տվյալներ։ Պարային առումով ես իմ բոլոր դասատուների կողմից ստացել եմ կրիտիկա, որովհետև ես չունեի բնածին տվյալներ բարողի համար։ Ոչ սիրուն ոտքեր ունեի, ոչ լավ մեջք ունեի, իմ ուսերը իծնե խնդիր ունեին ու անդադ ես այդ հրմշտոցի մեջ եմ եկել, որ դասատուս ասել է, դե լավ չի ծովիներ, գնային կոմ ծովիներ, մեջքը դզի իմ կլասիկայի դասատուն պաշտում եմ իրան, բայց ինձ անդադ ինձ այդ բզում էր ու ես հասկանում եմ, որ այդ մարդը ինքը գիտակցելով այդ անում ու ինձ սիրելով էր անում այդ սաղ ու հիմա ես անհատական մեկը պարապում եմ դասական պար ու ես հասկանում եմ, որ բնությունը չես խափի։ Դու կարաս աշխատես, բայց բնությունը չես խափի։ Ու այն ինչ որ խարիզմաս կարող է բնությունից է, բայց մնացած ամեն ինչը ես sense լացելով դահլիճում նստել եմ, դասատուս եկել ասել ով է ժամը, այս ժամից է, որ իմ մոտ մի բան ստացվի, որովհետև ես ինքս հիմա նույնիսկ պարապում եմ, գնում եմ ակրոբատիկայի, գնում եմ դասական բարի, իմ մոտ էլի չի ստացվում, բայց ես պետք է ճղեմ, sense լացելով պարապում եմ, որովհետև այդ բնությունն է, դու չես կարող բնությունը խափես երբեք։ Բայց այնքան հետաքրքիր է, որ ձեր էջին հետևելիս ու առհասարակա ձեզ բեմին եւ այլն տեսնելիս երբեք չես ասի, այնպես է համարցակ, շատ սենց պատերը, հա, այդպես է, չէ, պատերը սենց ջարդող, սենց անցնող տեսակ եք։ Ես չեմ սիրում, որ ինձ նեղած, չեմ ասի շատ համարցակ եմ, որովհետև ընկերներ ունեմ, իմ ամենամոտիկ, որ սենց չեմ վախենա մի բան խոսան։ Ես ուղղակի շատ կոպիտ եմ իմ բնավորությամբ, որ եթե ինձ ինչ որ մի բան չի հասնում, ես ասում եմ, խի ինձ չի հասնում, ստոպ։ Ես դրա համար ամեն ինչ արել եմ։ Այս պետք է իմը լինի։ Նույնը մոդելինգի մեջ ես կոլոտ էի, ես հիմա եմ կոլոտ ու ես այն բոյություն եմ մոդելինգի համար, որ դրսում աշխատեմ, բայց ես հասկանում եմ, որ Հայաստանում կամ նույնիսկ դրսում ես կարող ֆոտոմոդել աշխատեմ։ Ես ասում եմ, ինչի մյուսները կարան, ես չեմ կարա, միրապե, ես կարամ ֆոտոմոդել լինեմ, պետք է փորձեմ։ Ու ես ինձ անդադ գնում էի նկարահանումների, անդադ ինձ փորձում էի ճիշտ ներկայացնել, ու սենց մազերս կտրելուց հետո ամեն ինչ սենց գնաց իդեալական։ Հա, բայց մազերը կտրելուց առաջ էլ ես որքանով հիշում եմ, դուք նկարահանվել եք Էրիկի եւ բանի տեսահավաքում, բացի այդ էլ շատ էլի մոդելինգով եք զբաղվել։ Մինչև մազերս կտրելը եղել եմ մի քանի կլիպների հերոսուհի, Սարգիս Եղիազարյանը, Էրիկ Կարապետյան, առաջարկներ եմ ստացել Հայաստանի մնացած լավ արտիստներից, բայց չի ստացվում մենք իրար հետ աշխատենք, բայց որ մազերս կտրեցի, կոպիտ է հնչում, բայց դուք ինձ կհասկանաք, ինձ թվում է ես դառա ավելի կանանցի։ Հա, այդպես ալնում։ Ինչ որ իզյումինկա է ավելանում, որը սենց Ես ինձ ոնց որ 13 տարեկան երեխա լինեի, որին ամենտեղ ուզում էին տանեին, բայց սենց տեսնում էին կադրով, որ ես երեխա եմ։ Ու պալիբոմու չէր ստացվում այն տեսարանը, ինչ որ հիմա էս մազերով է, բայց ես փոքրուց եղել եմ միշտ կառեով, որովհետև չի երկարում իմ մազերը։ Ու ուսումնարանի պատճառով մի քիչ երկարացրեցի, որ հնարավոր լինի մշտապես կոսով լինել, որովհետև ուսումնարանում թափած մազը կամ sense դուրս եկած մազը չի ընկալվում։ Ու հետո ասեցի մի քանի դեպք եղավ իմ կյանքում, որ ասեցի, չէ, պետքա գնամ իմ prime-ին ու կտրեցի։ Գնացի մի օրվա մեջ կտրեցի ու հենց հաջորդ օրն է Ամերիաբանկից առաջարկ ստացա։ Եթե անցնենք բլոգերությանը, երբ հասկացաք, որ follower-ներին հետաքրքիր եք։ Ես որ ամառաս ընդունվեցի,
մի տարի ես բուլի էի անում բոլոր իմ ընկերներին, ովքեր ամեն ինչ նկարում ու դնում էին սոցցանցերում։ Անկեղծ եմ ասում։ Ես չի հասկանում, որտեվ ես թատրոնից էի դուրս եկել, ասենց չգիտեի ոնց պետք է այդ ամեն ինչ անել։ Ու այդ ես 3 տարի եմ ամառ ասում արդեն այդ մի տարին ես ընկերներիս միշտ ասում էի, «Ոայ խեք տենց բաներ նկարում ծաղարովանում» ու ես հասկանում էի, որ ես այդ չեմ կարող անեմ։ Ես իրոք իմ մոտ հումորը չի ստացվում, ես այդ չունեմ։ Ու ես ինձ մտածում էի, բայց ես կուզեմ պրոֆեսիոնալ կոնտենտ լինի, ես ինձ նայում էի դրսի պարողներին, ասում էի, կուզեմ սենց լինի, մոդելներին, կուզեմ նենց լինի, բայց ես հասկանում էի, որ ես չեմ կարող պրոստը տակետ նկարեմ, ինձ դրա համար միջոցներ է պետք է ես որ այդ աշխատեմ այդ վիճակներում։ Ու երբ որ ստացվեց այնց, որ ես հասա իմ աշխատանքի փուլերին, որ ես ունեցա այդ կոնտենտը, ես սենց դաժե առանց տակի կոնտեքստ տեքստերի պոստեցի դրանք ու ժամանակի ընթացքում շատ դժվար, որովհետեւ մի տարի вообще իմիջում շարժ չկար, մենակ պարային վիդեոներ էի դնում ու մարդիկ չէին հասկանում պարային վիդեոները։ Հետո որ արդեն մոդելինգն էլ եկավ ու մարդիկ sense քայլելուց իմ դեմքը տենում էին, ինձ նամակներ էին գրում, անծանոթ մարդիկ, արդեն սկսեց այդ շարժը լինել ու հիմա sense նայում եմ իմ Instagram-ի account-ին, շատ չէ, շատ արվեստային չի իհարկե, բայց sense դուրս գալիս է, որ մենակ մասնագիտական է, ես այդ եմ շատ սիրում։ Հա, միայն մասնագիտական է ու այդպես գրավում է ու էսթետիկ է շատ, նաև այդ էսթետիկ կողմն էլ կարողացե պահել իրականում, որովհետև կամ բարերի ոճեր, որ բարելուց չես կարող էսթետիկ լինես, այդ ընդունված է։ Եթե ես բարում եմ, բայց ես գիտեմ, որ դա չի կարող լինի։ Դրա համար փորձում եմ։ Ծով ջան, իսկ հիմա այս պահին երևի առաջարկները շատ են, ինչպես եք կարողանում, ունեք մենեջեր, թե չէ կարգավորել այդ ամենը։ Հիմա անկեղծ լինեմ, ոչ մի առաջարկ չեմ վերցնում, որովհետև ունեմ շատ լավ խորհրդատու մարդիկ, մեծ մարդիկ, ովքեր Հայաստանում հասել են ինչ-որ բանին, այդ Վիգանը, այդ Արտուրն ռեժիսորը ինձ կողքից ասում են, ծով, այդքան շատ մի նկարվի, դու հələ սպասի, քո prime-ը չի հասե, սենց ինձ սպասացնում են, էլի։ Ու ես հիմա ինչի համար որ նկարվել եմ, էլ չեմ ուզում այդքան շատ նկարվեմ, որովհետև մի շրջան ես քայլում էի Հյուսիսայինում, այս կողմում Team Telecom-ներ, այս կողմում Cofix-ներ, այս կողմում Ucom-ներ, ու ես հենց քայլում եմ ու ես հասկանում ու մի կողմում մանուկ բրենդի, հագուստի բրենդի ռեկլամ էր ու ես հենց քայլում եմ ու հասկանում եմ, բայց այս հեչ լավ չի ու իրոք եկավ այդ պահը, որ ես հասկացա, որ այս հեչ լավ չի, որովհետև մարդիկ այդ իմ prime-ի շրջանում փորձեցին ինձ որսան sense ու ես հասկացա, որ իմ դեմքը սաղ տեղ երևում է ու մի շրջան կգա, որ ինձ ոչ մեկ չի ուզի տեսնել։ Հա, կհոգնի իմ դեմքը։ Վայրում ու sense ինչ-որ sense։ Հիմա ես համարյա 6 ամիս է ոչ մի բանի համար չեմ նկարվել։ Ու երևի մինչև դիպլոմայինս էլ չեմ նախատեսի նկարվեմ, եթե անկեղծ լինեմ, որովհետև չեմ ուզում։ Ուզում եմ, որ ավելի շատ մոդելնի, ես ինչ կարացա արեցի Հայաստանում, ուզում եմ ավելի շատ պարային կոնտեքստը դառնա պոպուլյարնի Հայաստանում, որովհետև պարը մինիմալ արվեստ է, ուզում եմ բոլորի համար դառնա հասանելի։ Անհնար է, գիտեմ, որ անհնարի ժանրից է, բայց ուզում եմ։ Հիմա ես քննարկում եմ մի քանի համագործակցություն սպորտային բրենդների հետ, մեծ հագուստի բրենդների հետ, ովքեր Հայաստանում ճաշակ են թելադրում, որ փորձենք իրենց կոնտենտը սարքել ավելի արվեստի մասին, ունենց վիդեոներ, ունենց կոնտենտ ստեղծեմ ես իրենց համար, որ դրսում են անում տենց կոնտենտներ։ Ճիշտ է, այդ իմ սեփական առաջարկն եղավ, որտեղ ես չեմ մտածում, որ մարքեթինգը քնից կհելնի, կասի, եկեք սենց բան անենք։ Չէ, ճիշտ է։ Իսկ կան փոխանակման ծրագրեր, օրինակ, չգիտեմ, դե համալսարաններում կան, բարի ոլորտում կա, թե ոչ, որ կարողանաք օրինակ գնալ դրսում էլ այդ ամենը բարի ոլորտում կանացնել, բարի ոլորտում։ Եթե բալետի պարող չես, չէ։ Բալետի պարողներին ոչ թե ինչ որ մեկը ուղղորդում է, այլ ուսումնարանը ծանոթությունների համակարգ ունի, ամեն ինչ, որ բալետի պարողներին հնարավորություն կա, որ ինչ որ գաստրոլի գնան ու իրանց տեսնեն։ Իսկ իմ դեպքում այդքան չէ, որովհետև ես բալետի պարող չեմ։ Ինստիտուտում կան ծրագրեր, բայց ավելի թատրոնի ռեժիսորների, դերասանների համար, որոնք այդ բնագավառները ավելի զարգացած են, էլի քաստեփարի։ Ես ընդհանրապես մի ծրագիր եմ մասնակցել ինստիտուտում ու գնացել ենք Իտալիա, մենք 4 պարող ընկերներով, մեր ներկայացումն ենք այնտեղ բարել ու եկել ենք։ Խնդիր կա, նու այդ SSSR-ից եկած, որ պարարվեստի բնագավառում ու սպորտի բնագավառում շատ խիստ են, բայց խիստ չեն, որ օրինակ դու շատ վատ ես պարապում, այդ այնց ու գտնում են մարդու ինքնագնահատականին, որ այդ շատ է կոտրում։ Ես ունեցել եմ դասատու, ով ասել է
ինձ առաջին 14 տարեկան երեխու ֆրանսիա ասել է սաղի դեմը, որ դու սիրուն չես, դու բարի համար չես, դու ամենավատն ես ու ես մինչև դուրս եկա այդ տրավմայից ու ես հիմա ասենց նայում եմ այդ դասատունից մոտենում ասում եմ, վայ դու այնքան սիրուն ես, վայ քո կյանքում ամեն ինչ այնքան ստացված է ու ես ասենց նայում եմ ասում եմ ինչքան կործանված եք դուք, որ երեխեքի վրա այդքան վատ եք ասում ու ես հիմա շփվում եմ երեխեքին, նույն ձևի երեխեքին ինչ արտաքին ինքնագնահատական, հա, իրանց չստացված ինքնագնահատականը ու մասնագիտական առումով դասախոսը իրավունք ունի ամեն ինչի վերաբերյալ խոսալ, բայց արտաքինի վերաբերյալ ոչ մեկ իրավունք չունի խոսալու։ Այդ ամենագլխավոր խնդիրն է տարական հարգանքը աշակերտի հանդեպ, որ չունեն դասատուները։ Տեսեք, դուք հաղթահարել եք ու անցել եք այդ ամենը ու հասել եք բարձունքների, բայց մարդիկ կան, որ այդ պահը կարող են չհաղթահարել ու ամբողջ իրենց կյանքը կործանված լինի։ Զուտ մասնագիտությունը փոխեն կամ այլ գործով զբաղվեն։ Կներեք, իմ այս խալը ինձ ասել են սիրուն չի փոքր երեխեքից, ասում եմ, ով է քեզ ասել, ասում են ով է իրանց ասել, ասում եմ դու մի հատ նայ հայլու մեջ քեզ, ասի դու ինդիվիդուալ հրաշք ես, մոլորակում մի հատն ես, պետք չի որ դու ճնշվես իր ասացի վրա, ընդունի ոնց որ ինձ մամաս էր միջև վրացնում, ասում է մամաս շատ է սիրում լուսնի սոնատը, ասում է պատկերացրի ականջների տարանքով ես գնում եմ լուսնի սոնատը, գալիս է, գնում եմ գալիս, մի լսի ոչ մեկին ասի, դու քո պարիթերությունները վերցրա, պարայինով ուղի, բայց քո արտաքինին, աչքերին, մազերին, հագուստին ոչ մեկ իրավունք իմ հագուստին էլ էին գտնում, ոչ մեկ իրավունք չունի գտնելու։ Չափանիշներ չկան, որ արդեն դասախոս են կամ Չէ, Հայաստանում չկա այդ չափանիշը։ Հայաստանում բոլորը որոշում են ստուդիա բացեն, բոլորը։ Նույնիսկ այն ամենամեծ ստուդիաներում, որտեղ կա ահռելի քանակությամբ երեխաներ, դաս են տալիս այն մարդիկ, որոնց ես տեսնում եմ ինստիտուտում սովորելուց, իրանք ոչինչ Ոյ ես այնպես բան անեի, ես ինքս գետինը կմտնեի, բայց ես այդ հասկանում եմ, որ այդ իմ ուսումնարանի դասատուների հետևանքն է, որ ես գետինը կմտնեի, որ այնպես բան, որտեվ իրանց դիսցիպլինան է, որ ինձ սխմել է, որ ես սովորեմ, բայց այդ երեխեքին ինձ ասում եմ, բայց չի կարելի է լեսի սովորացնել երեխուն, բայց իմ մկաններից մեկը խնդիր է տալիս միջև օրս, որովհետև ինձ փոքր ժամանակ սխալ բան են արել։ Դուք պատկերացնում եք ինչքան երեխա կարա տանջվի այդտենց դասատուների ձեռքը, ու այս վերջում շատ դասատուներ Instagram-ում ակտիվ են ու այնց բաներ են գցում, մեկը պուանտի վրա սենց ֆոյտ է անում 3-4 տարեկան երեխան, մեկը սենց ահավոր սենց ձգելով բացում է երեխուն, այդ շատ վատ է։ Դրա դեմ պայքարել չի։ Ես չեմ ասում, ես մասնագետ եմ, բայց ես դաշ չեմ տալիս տենց, ես այս տարիքում ավարտածով ես դաշ չեմ տալի, որտեղ ես վախենում եմ։ Բա որ ես փոքր երեխեքին դաշ չեմ տալի, որտեղ ես բա որ մի բան սխալ անեմ, այդ երեխու կյանքը ինչ որ մի ձև վնասվի, ինչ որ տրավմա ստանա։ Ոնց կարես դու այդքան պատասխանատվություն կրես տենց երեխու համար։ Ֆիզիկական սպորտը, պարը իմ համար ամենայն բաներն են, որ եթե դու փոքրուց ճիշտ չանես, սա մարդու կյանքի վրա տրավմա է մնում։ Ես տենց տրավմա ունեմ, բախի տրավմա ունեմ, որ ինքը չի բուժվում։ Հիմա ինչ անես։ Այդ տենց է։ Ծով դուք համարցակ եք, ուղախոս եք, գեղեցիկ եք, բայց նաև բարի եք շատ։ Բարի եմ, սիրտս չի տանի ոչ մեկին վատություն անեմ, բայց ես չեմ մեծացել այդքան, չեմ կարող ներեմ, չեմ մեծացել։ Հասկանալի։ Մարդկանց ներում եմ անծանոթներին կամ ինչ որ sense մի տարվա ծանոթի 2 տար, բայց այն մարդկանց, որոնց իմ մեջ փոքրուց ոխ են դրել, ես իրանց չեմ կարող ներեմ, չեմ մեծացել այդքան, բայց մամաս բոլորին ներում է, դաժե իրան այն ամենավատ ցավացրածին ինքը ներում է։ Ես իրանից եմ ուզում էդի սովորեմ, բայց իմ մոտ էլի չի ստացվում։ Երևի պետք է մեծանամ։ Իսկ շատ ընկերներ ունեք։ Ընկերների առումով բողտս ամենահարուստ մարդն եմ, որովհետև ես ունեմ չգիտեմ ճիշտ է, ասենց ասել, ֆիքսված ընկերուհիներ, որոնք տարածված է, որ աղջիկ ընկերուհիներ չի կարող ունենալ, ես ունեմ ընկերուհիներ, որոնք հրաշք են, որովհետև իրանք ու կյանքի փոքր տարիքից են իրան գալիս, կեսին ավելի հասուն տարիքում եմ ճանաչել ու իմ համար իրանք հարստությունն է, որովհետև իմ բերանից բան դուրս չեկած իրանք սախ կստեղծեն իմ համար։ Իսկ հիմա այդ նույնը փոխադարձա դրա համար է, պետքա դաժե ընկերությունը շահի վրա է, ես մտածում եմ, որ ես ամեն ինչ փորձում եմ իրանց համար անեմ ու իրանք են նույնն են փորձում անեն։ Բայց որ ասեմ, տենց ես սիրում եմ ընկերական մեծ շրջապատ, սուտ կլինի ես շրջապատից անհատին եմ սիրում։ Բայց օրինակ եթե իրենք չփորձեն հետ տալ, դուք սիրում եք տալ միայն միակողմանի։ Ես նվեր չեմ նվերի առումով ասեմ, ես նվեր չեմ սիրում ընդունել, որովհետև պարտք եմ ինձ զգում միշտ կապ չունի, նույնիսկ մամասը, մամայից չեմ թողում դաժե իմ համար մի հատ գրիչ առնի, որովհետև ես նեղվում եմ դրանից։ Բայց ես ահավոր սիրում եմ տամ, անեմ, գնամ, օգնեմ, դա շատ եմ սիրում։
Նույնիսկ զգացմունքային առումով եմ Նույնիսկ զգացմունքային առումով։ Ես sense իմ համար այդքան կռիվ չեմ անի, անկեղծ եմ ասում, երբեք, եթե ինձ վիրավորեն, ես կասեմ գնա քո ճանապարհը, բայց որ տեսնեմ ընկերուհուս են վիրավորում, կսպանեմ այդ պահին, անկեղծ կսպանեմ։ Իսկ սահման շատ հաճախ եք դնում։ Հա, ինձ համարը ոչ մեկ չի ճանաչում, որովհետև անձնական խնդիրներս, անձնական ծովիներին գիտեն այդ 4 հոգին, ում հետ ես մտերիմ եմ, բայց ընդհանուր առմամբ մարդկանց համար ես էս պրաստուշկա եմ ու ինձ այդ դուր է գալի, որ ցենց սաղուրը ուրախ, սաղուրը աշխատում է, սաղուրը ցեց է, ու այդ ինձ դուր է գալիս, որովհետև չեմ ասում, իրանք չգիտեն, որ ես ցենց կարող եմ խորը լինեմ, չէ, մարդիկ մտածում են, բայց իրանք իրանց թույլ չեն տալի մտնեն իմ անձնական զոնա, ես էլ չեմ թողում։ Պար թե բլոգ։ Պար։ Բեմ թե տեսախցիկ։ Օրինակ, եթե բեմ դուրս գաք, բայց տեսախցիկներ չնկարահանեն։ Սուտ ինչ որ փակ միջոցառում լինի, շատ կարևոր մարդկանցով, որ տեսախցիկ չլինի։ Չեմ գործում։ Չեմ գործում, տեսախցիկներ եմ շատ սիրում, բեմներ եմ շատ սիրում։ Այսպես սպոնտան առավոտ թե գիշեր։ Առավոտ, ես գիշեր 10-ից քնած եմ։ Ստուդիա թե տուն։ Տուն, Սպորտ թե հանգիստ։ հանգիստ։ Իդեպ սպորտով զբաղվում եք, այսինքն Ես ակրոբատիկով եմ զբաղվում։ Հա։ Իսկ ջիմ, ֆիթնես, դրա կարիքը առհասարակ չկա, չէ։ Ես մտածում եմ, եթե դու ամեն օր դասական պարես, պարապոն կամ ինչ որ քո ֆիզիկականի վրա աշխատում ես, դրանից էլ է ֆիթնես։ Ջիմը իրականում շատ լավ բան է։ Փոխոսում եմ, գնացեք։ Սև թե սպիտակ։ Սև, միշտ։ Սուրճ թե թեյ։ Սուրճ, Instagram թե TikTok։ Instagram։ Միանշանակ, իսկ TikTok-ում կա։ Հա, TikTok-ում կամ ու հենց իմ վիդեոները սկսել է զալիտա ճանել, ճիշտ եմ ասում, TikTok-ից։ Հա, հիմնականում իրականում TikTok-ն ավելի շատ աշխատում, քան թե Instagram-ը։ Instagram-ը դժվար է։ Live թե story։ Story։ Պլանավորում թե ուղղակի իմպրովիզացիա։ Պլանավորում չեմ կարող իմպրովիզացիա։ Հա։ Բախում եմ։ Իսկ օրվա ձեր schedule-ն էլ այդպես հստակ պիտի պլանավորված լինի։ Ես պետք է 2 օր առաջ իմանամ 2 օր հետո ինչ ունեմ, թե չէ տագնապ, ասենց տրիվոժնի եմ ես շատ։ Հասկացա։ Էմոցիա թե տեխնիկա։ Էմոցիա։ Փառք թե կայունություն։ Կայունություն։ Ամառ թե ձմեռ։ Ամառ։ Հանգիստ թե ակտիվոր, սա կրկնվում Ակտիվոր։ հարցը, բայց ամեն Ակտիվոր։ հետևորդների քանակ թե որակ։ Որակ։ Պարային մարտահրավեր թե բլոգային մարտահրավեր։ Պարային մարտահրավեր։ Նոր փորձ թե հարմարավետություն։ Նոր փորձ։ Հայաստան թե արտերկիր։ Իտալիան շատ եմ սիրում։ Երազանք թե նպատակ։ Նպատակ։ Ես երազանքներ չունեմ։ Ծովինար ջան, շուտով սպասվում է ձեր դիպլոմային աշխատանքը, բայց կարելի ասել նաև բեմել է, ինչու ոչ։ Կասեք որտեղ, երբ։ Իմ առաջին աշխատանքն է լինելու որպես խորեոգրաֆ ու ռեժիսոր հունիսի 10-ին Պարոնյան թատրոնում միգուցե, դեռ կարեք հետևեք ինձ, որ իմանաք հստակ, անունը Լիբերայա, արդարության մասին է։ Որքան ժամանակ է որ փորձ եք արել եւ այդ բամամենը բեմադրել եք։ Ես սկսել եմ իրան փետրվարից ու մինչև հունիսի 10-ը ժամանակ ունենք ինձ իրականացնելու համար իրան։ Շնորհակալ եմ Ծով ջան, հետաքրքիր զրույցի համար եւ ձեր բոլոր նպատակները վստահաբար կիրականանան։ Մերսի շատ։ Հայաստանում միակ ու առաջին կրոհե առցանց խանութն արդեն գործարկվել է։ Shop Կրոհե.am։ Գնիր առցանց, ստացիր արձեռը։